Հովանու 1:3 ասում է. սկզբումն այդ բանը եւ բան Աստծո մոտ էր եւ բան Աստված էր։ Նա սկզբում Աստծո մոտ էր, ամեն ինչ նրանով եղավ եւ առանց նրա ոչինչ չեղավ։ Այսինքն ամեն բան եղավ խոսքով եւ առանց խոսքի ոչ մի բան չեղավ երկիրը։ Այն ինչ որ չի անի Աստծո խոսքը, ուրիշ ոչ մի բան չի կարող անել։ Կամ բաներ, որ միայն հնարավոր է ստեղծել ու արարել միայն Աստծո խոսքի միջոցով։ Աստծո խոսքը գերբնական է եւ իրական է սերեր։ Եվ այսօր են Աստված երկրի վրա նորից, երբ որ ուզում է գործ անի սերեր, նա ուղարկում է խոսք եւ իր խոսքը ուղարկում է մարդկանց։ Եկեք նայենք մի շատ պարզ օրինակ եմ բերում, աշակերտները ամբողջ գիշեր չարչարվել են եւ ոչինչ չէին բռնել։ Նրանք կարծես թե ամեն ինչ ճիշտ էին արել, բայց ոչինչ չէին որսացել եւ նրանց կարիքը մնում էր ձուկը, նրանք ձուկ չէին բռնել սերեր։ Հայտնվում է Հիսուսը եւ նրանց խոսք է ասում. ձեր նավերը խորքը տարեք եւ ուրկանը գցեք։ Այս խոսքը պատճառ է դառնում, որ նրանք ունենան այդ ձուկ։ Գիտեք, Հիսուսը ձուկ չի տալի նրանց, բայց Հիսուսը տալիս է մի խոսք, երբ որ նրանք անում են Հիսուսի ասածի պես հաջողում են։ Նրանք չեն հաջողվում իրենց փորձառության պատճառով, նրանք չեն հաջողվում իրենց հմտության կամ տարիների փորձի պատճառով, նրանք հաջողվում են Աստծո խոսքի պատճառով սերեր։ Աստծո խոսքը մեծ, պարզ հնչած խոսք էր։ Սրանով Հիսուս ուզում էր ցույց տալ, որ եթե իմ ձայնին լսեք, դուք անպայման պիտի հաջողվեք։